Ողջույն ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ, ներողություն եմ խնդրում ուշ եթերը սկսելու համար, բայց դե մի որ պահին որ ստացվում է հատուկ ժամեր չունենք ֆիքսած, այդ ժամանակ էլ խոսում ենք, նախ շնորհակալություն թույլ տվեք ասել նրանց բոլորին, ովքեր որ գրանցված են եւ կամ գրանցվում են իմ YouTube-յան էջում, դրանով օգնելով տարածմանը այն թեմաների, որոնք որ արծարծում ենք եւ խնդրեմ սեղմել զանգակ կոճակը բոլոր մյուս նյութերին նույնպես ծանոթանալու համար եւ եթե որոշակի կոնտենտ ձեզ հետաքրքիր է լինում բարձրապես տարածեք, մենք դրա հիման վրա կփորձենք ավելի ընդարձակվել, ավելի լայն կոնցեպտով ներկայանալ։ Ուրեմն խոսքը լինելու է հիմնականում մի թեմայի շրջանակներում, բայց ամենատարբեր օրինակներով միանգամից ասեմ, որ այսօր 6 ժամ չեմ ալարել, նստել նայել եմ ամբողջ ազգային ժողովի լսումները, որը նախաձեռնել էր Հայաստան դաշինքը, ասում թե ինչի եմ նայել, իհարկե գլխանց արդեն հասկանալի էր, գիտե ինչի մասին է լինելու խոսքը, բայց հույս ունեի գոնե որևիցե առողջ նախադասություն ինձ համար կփոկեմ այնտեղից, կամ նաև դա պատասխանատվության զգացումից ելնելով, որովհետև եթե մեկին փորձում ես քննադատել կամ նրա խոսքերը քննադատության ենթարկել, ապա քննարկման առարկա դարձնել, ապա լավ կլինի, որ նրա փաստարկները լսես, այսինքն այնտեղ կային մարդիկ, ումոնց հանդեպ անձնական նիբրիազն ունեմ, բայց միևնույնն է, փորձել եմ բոլորին լսել, փորձել եմ ու ստացվել է բոլորին լսել, որպեսզի հակադարձությունների մեջ ավելի օբյեկտիվ լինեմ։ Հիմա խոսքը դրա մասին չի լինելու, խոսքը լինելու է հեծի ու կոնկրետ թեմայի մասին, որին դեռ 2 տարուց ավել արդեն անցել է, անդրադարձել էի ու իմ YouTube-յան էջում դա կա, բայց այնուամենայնիվ ես փոքրիկ նախաբանը չէր խանգարի եւ ուզում եմ ձեր հետ կիսվեմ իմ մտադրությունով, անկեղծ ասած, ես ուզում եմ այսօրվա բանախոսներից ազգային ժողովի գոնե մի քանիսին առանձնացնեի ու ոչ թե եթեր, այլ վիդեո անեի, զուգահեռ մեկնաբանությամբ, ռեակցիայով, հա, ոնց որ օրինակ լինում ասենք, չգիտեմ, Եվրավիդենիայի բանի ժամանակ Եվրատեսիլի մյուսից։ Եվ հնարավոր է դեռևս վաղը դա ակտուալ լինի եւ անեմ, տենց մի քանի վիդեոներից բաղկացած կլինի, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, թող լինի, ֆիքսած լինի։ Ցավոք մի նորմալ բան այնտեղ չլսեցինք, ուստի առաջ շարժվենք։ Ամեն դեպքում, չգիտեմ, չեմ էլ կարող խորհուրդ տամ նայեք, որովհետև վերջամ շատ ձանձրալի էր ատելության խոսք լսելը ազգային ժողովի ամբիոնից ու իրար հակասող մեկնաբանություններ, մեկ գլխով պատին, մեկ պատը գլխին, ոչ միտեղ առաջ չկարողացան շարժվել։ Իհարկե, ամեն մեկի ելույթն էլ 1000 տակ կարելի էր դնել, փորձել տրամաբանության ու բարոյականության տեսանկյունից եւ ինչու ոչ վաղանցյալում տեղի ունեցած իրադարձությունները դիտարկելով որպես հետևանքներ, պատճառահետևանքային կապ, կարելի էր այդպես էլ մեկնաբանել, բայց թող դա մնա, ես կփորձեմ երևի ամեն դեպքում, եթե ժամանակ ունենամ, վաղը կփորձեմ այդ տեսանյութերը, ոչ եթերի տեսքով, այդ տեսանյութերի տեսքով տեղադրել իմ Facebook-յան եթերում, այնպես որ եթե ժամը 1-2 ժամը 1 տեսնեք նոր նյութ տեղադրվում, անպայման կխնդրեմ դիտեք ու տարածեք, որովհետև դա էր էլի ժամանակից արվում, եւ շատ ուրախ կլինեմ ձեր գնահատականը տեսնելով։ Հիմա գանք թերևս ամենակարևորին, ուրեմն Ռոմանոս Պետրոսյանը հանրային հեռուստատեսության եթերում պատասխանեց Պետրոս Ղազարյանի հարցադրումներին, հարցերին, որքանով ով բավարարված է, ով դա առանձին խնդիր է, բայց փաստը, որ մարդը հարգեց հանրությանը, գնաց հանրության առաջ համարձակ ձևով հարցերի պատասխանել։ Բոլորին հարգանքներս, բարևներս ժողովուրդ ջան, կներեք, որ առանուն չանդրադառնամ։ Ուրեմն, հետո գնաց Նիկոլ Փաշինյանի մոտ, վարչապետի մոտ, նաև զեկուցելու, դա պաշտոնական զեկույց է, որտեղ որ եթե ինչ-որ մի բան ընչի, դա անվտանգային լրջագույն հարց է դառնում, բայց ես չունեմ կասկածելու ինչ-որ տեղիք, դրա համար ես լսեցի դա նույնպես։ Առհասարակ, ժողովուրդ, ասեմ, ես ոնց եմ հիմնականում վարվում եւ խորհուրդ կտամ դուք նույնպես։ Ես դիմացինին, քանի դեռ չկա հակափաստարկը, ցանկացած մեկին բարևից սկսած ի սկզբանե հակված եմ 100% վստահության բան տալ նրան հնարավորություն։ Հետո թե ինչպես նա այդ 100%-ը կօգտագործի իր գործունեությամբ իմ աչքին, արդեն դա հարցի մյուս կողմն է։ Քիչնի, կբարձրանա, կթեքվի, չի թեքվի, մի խոսքով։ Դիտեցի եւ անգամ իմ էջում էլ կիսել եմ, երբ որ Նիկոլ Փաշինյանին ներկայացնում էր Ռոմանոս Պետրոսյանը, թե մոտավորապես ինչ հանցագործություններ կամ ստվերային գործունեություն կամ չարաշահումներ կային հեծում։ Ես ուզում եմ, որպեսզի մենք այստեղ ուշադիր լինենք, ես հասկանում եմ թվերը, մասնագիտական տերմինոլոգիան եւ այլն, բոլորիս կարա ձանձրացնի, ընդհանուր միջև կամ խորտ զրույցներ են դրանք, մեզ մասնագետ չենք բնականաբար, բայց այնուամենայնիվ այն պատկերացումը, վստահ պատկերացումը, որ հեծը Հայաստանի Հանրապետության անվտանգային լրջագույն համակարգերից մեկն է, որովհետև էլեկտրոէներգիան է սպասարկում, չէ՞, իսկ ցանկացած պետությունում ցանկացած բան նախ եւ առաջ էլեկտրոէներգիա պահանջում։ Վառելիք, էներգիա վառելիք։ Աշխարհի բոլոր պատերազմները այս բայդրությամբ դրա մասին են, անգամ ռուս-ուկրաինականը։
Այսինքն սա անվտանգային կարևորագույն հարց է, որը որ հանրային ուշադրությանն է ներկայացված, եւ կարելի է գոնե տրամաբանության կամ քաղաքացու պատկերացումներով այս կողմ գնանք։ Ես մի փոքր խորքից գամ, իհարկե այս թեման ես լուսաբանել եմ ժամանակին, առաջիկայում էլ պատրաստվում եմ սրան առանձնահատուկ ուշադրության արժանացնել, բայց մի քանի բառով ասեմ հետևյալը։ Հայաստանի Հանրապետությունում ի թիվս բազմաթիվ օբյեկտների կա եւս մեկ գործարան, որի հոսանքը մինչև այսօր չկա։ Այսինքն, մի գործարան, որը իր մեջ պարունակում է 3-4 այլ գործարաններ, այսինքն մեծ ծավալով բան է, դե աշխատատեղերի մասին չասեմ, սպառողական բաների մասին չասեմ, գործունեության հարկերի, турքերի մասին չասեմ, հզոր գործարան է, աննախադեպ բաներով, ISO-ով, բանով, ասենք ամենատարբեր երկրներից արդեն ունի պահանջարկ եւ առաջարկներ, բայց այնուամենայնիվ դա գտնվում է Հայաստանում, բայց չի կարողանում աշխատել, որովհետեւ հոսանքի խնդիր կա։ Այս հոսանքի խնդիրը մտել է դատարան։ Ես լուսաբանել էի, լուսաբանումից հետո էլի հարցը չէր լուծվել, այդ գործը մտել էր դատարան, դատարանի առաջարկյանում դատավորը իրան շատ վատ է պահել, հեսա մի քանի բառով կանդրադառնամ, հուսամ ԲՏԽ-ում էլ ուշադիր կլինեն, ամեն դեպքում սա շատ կասկածելի թեմա է, հանրությանը հուզող, հիմա քրեական գործահարություն։ Եվ առաջիկայում, եթե ստացվի, էլ ավելի դետալային կխոսենք։ Մի խոսքով Ռոմանոս Պետրոսյանը ներկայացնում է վարչապետին իր ասելիքը, հետո մենք հանկարծ տեսնում ենք Նարեկ Կարապետյանը Facebook-յան իր էջով նստել մարդը հերքում է։ Ես շատ կցանկանայի այնտեղ քանի որ թողել եմ մեկնաբանություն ու շատերը ասած հարցակվել էին վրաս, շատերը շատ նորմալ հարցադրումներ էին անում, տարբեր է եղել։ Կուզեի նախ իրենց լսելի լիներ այս եթերը, որովհետև օրինակ խնդրեմ, տեսեք։ Սա այդ հերքումների տեղն է։ Անում է իր էջով, սա իր էջը։ Ուրեմն ու դիտել են 41, 55, 58, նախորդը 121,000 մարդ։ Հիմա այս մարդկանցից կարծում եմ գոնե 10-20, 30-ը այդ մարդկանցից նույնպես կդիտեն սա։ Տեսեք։ Այս բոլոր եթերների տակ ես գրել եմ հետևյալ ձևակերպումը։ Ամենատարբեր ձևերով, բայց ասելիքս մեկն է եղել։ Նարեկ Կարապետյան։ Վերկաց գնա հանրային հեռուստատեսություն, պատասխանիր հարցերին։ Նա որ ինքը չի պատասխանելու իմ գրառմանը դա դեռ մի կողմ, ես չէի իրանից ինչ որ բան ներկայացնում դրա համար, վախենում է երկխոսության դաշտ մտնելուց, բայց իր կողմից ուղարկված մարդիկ փորձեցին ինչ որ հարցադրումներ անել, թե բա հենա ասում է բան, լսեք ասեմ հետեւյալը, որպեսզի հասկանալի լինի։ Երբ որ դու քո Facebook-յան էջով երգում ես կառավարության ներկայացուցչի ու երկրի վարչապետի զեկույցն ու լսելիքը, ընդունում հանձնումը, քո Facebook-յան էջով ես անում, դա այնքան էլ պաշտոնական չի, դա համացանց է, որտեղ որ հնարավոր է մարդիկ տեսնեն, հնարավոր է չտեսնեն, ամեն դեպքում ավելի շատ քեզ տեսնել են։ Այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են քեզանով կամ քո գործունեությամբ։ Բայց դա հանրային տիրույթի, այսինքն ՀՄԷԿ-ի մակարդակի բան չի, հեղինակության տեսանկյունից։ Դու արի գնա հանրային հեռուստատեսություն, մանավանդ որ Պետրոս Ղազարյանը ինչքան ժամանակ է քեզ հրավիրել է ու ոնց հասկացա մի անգամ չի որ հրավիրել է։ Գնա այնտեղ պատասխանի հարցերին։ Դրանից հետո ես քեզ կհավատամ թե չեմ հավատա, դա իմ խնդիրն է։ Բայց դու դրսևորի այդ համարձակությունը եւ գնա հանրային հեռուստատեսություն, որը բոլորինն է, քո էլեկտորատինը չի, բոլորինն է։ Գնա ու այնտեղ ներկայացու այն հարցադրումների պատասխանները, որոնք որ դու անում, որը որ փորձում ես անել քո Facebook-յան էջով, ապեր։ Հասկանու՞մ ես, որովհետև երբ որ դու ստեղ նստում ասում ես, դե գիտեք ինչ, այդ կցորթիչները որակը մի փոքր այլ էր։ Ես կարամ հավատամ, կարամ չհավատամ, որովհետև դա պաշտոնական չի։ Այ երբ որ կգնաս հանրայինով այդ նույնը կասես, հետո քեզ հակադարձող կլինի, հարցադրում անող կլինի։ Ես չեմ ասում դա ինձ հետո ես քեզ լրիվ կհավատամ, բայց գոնե դու դա արած կլինես։ Այսինքն ես կդնեմ կհամեմատեմ, ինչ էր ասում Ռոմանոս Պետրոսյանը, ինչ ես ասում դու։ Ու կդնեմ, որովհետև ես ունեմ փառքասու իմ սեփական ուղեղը։ Ինձ ոչ ոք չի համոզում ինչ որ ձև մտածեմ կամ չմտածեմ։ Ես ունեմ իմ սեփական ուղեղը, տրամաբանում եմ ինքնուրույն։ Եվ անգամ իմ տրամաբանությունը փորձում եմ ներկայացնել հանրությանը նույնպես։ Հիմա այսպեսի հարց, ձեռնարկությունը կա, արդեն 3-րդ տարին է, այդ ձեռնարկությունը ընդամենը պետք է քնոկեն սխմեն, այսինքն սխմեն ու աշխատի։ Միջազգային լրջագույն ստանդարտներով։ Բայց չի ստացվում, որ այդ քնոկեն սխմեն ու աշխատի։ Չի ստացվում, որովհետև դուք խախտումներ եք արել։ Այնտեղ խոսքը միլիոնների մասին է, միլիոնների։ Եվ սա նաև ինչու ոչ պիտի որ այստեղ հետաքրքրված լինի նաև իմ կարծիքով էկոնոմիկայի նախարարությունը, որովհետև այստեղ ՊԵԿ-ը նույնպես, որովհետև այս մարդը աշխատելու է հարկեր ամուծելու, աշխատատեղեր բացելու եւ այլն եւ այլն։ Բայց խոչընդոտված է մարդու գործունեությունը ինքը կանգնած է։ Ընդ որում այնպեսի բաներ արտադրելու, որի բանը պատվերը արդեն կա թե Միացյալ Նահանգներից թե Եվրոպայից։
Այսինքն պետական ռազմավարական ծրագիրը, որ շուկայի դիվերսիֆիկացում, միջազգային գործընկերների հետ տնտեսության զարգացում եւ այլն, ստոպ արածա կոնկրետ մասով եմ ասում։ Նմանատիպ հարյուրավոր է։ Հարյուրավոր։ Մենք մարդկանց ասում ենք ժողովուրդ ջան, եկեք ձեր ներդրումները արեք Հայաստանում, եկեք Հայաստանում ձեռնարկություններ բացեք, եկեք մի գնացեք Խոպան, Հայաստանում մնացեք աշխատեք, ու այդ քաղաքացիները բախվում են հազարավոր խնդիրների, ու այնպիսի խնդիրների, որոնք որ վաղուց պիտի գոյություն չունենային։ Այս մարդը արտադրում է անգամ սնունդի տեսակ ինքնատաքացվող, որի համար բազմաթիվ երկրներից անգամ Չեխիայի բանակը ուզում է բանանի, պատվիրի։ Սա պարենային անվտանգության նաև մասին է։ Տարբեր երկրների բանակներն են հիմնականում հետաքրքրված, իսկ մեզ մոտ այդ ձեռնարկությունը դեռ չի աշխատում, նստած սպասում են։ Ինչին են սպասում, գիտեք, ես հիշեցնեմ, կարող եմ անգամ YouTube-ով գտնել իմ այդ եթերը, 2-3 տարի առաջ եմ արել, 2.5 տարի առաջ հենց ձեռնարկության տարածքից եմ արել։ Ուրեմն 84 մետր կաբել պիտի քաշվեր։ 84 մետրը հեծը բերել էր, ուզում էր կծոններով քաշեր։ Ընդ որում վրան գրելով, որ ինքը օդային է, բայց իրականում ինքը գետնի տակով է գալիս, բազմաթիվ խախտումներով, մի խոսքով, 3 կծոնով։ Որտեղ որ մարդը ասում է, ախպեր ջան, եթե այս կծոններից մեկը զբոյտ է, դա ամբողջ արտադրությունը կանգնում է, թեկուզ մի վայրկյանով, բայց ստանոթներով կանգնում են, արդեն դա ուրիշ բան է նշանակում։ Ասում են, դա մենք մի հատ բանով չունենք, էլի, որ sense 84 մետր։ Այս մարդը ասում է, ախպեր ջան, չունեք, խնդիր չկա։ Ես գնամ, առնեմ, բերեմ, նվիրատվություն անեմ ձեզ, դուք բերեք քաշեք ինձ մոտ, մենակ շուտ անենք, ես աշխատեմ։ Այդ էլ չեղավ։ Բա գիտեք ինչ գիտեք, ախպեր կլինի, ես գնամ, առնեմ, բերեմ, քաշեմ, ամբողջ գործը ես անեմ, դուք գրանցեք։ Այդ էլ չեղավ։ Սա ինչ է, եթե ոչ սաբոտաժ, ինձ երկու բառով ասեք իմանանք։ Սա ինչ էր։ Իհարկե հետո այլ խոսակցություններ են եղել եւ այլն այդ ամեն ինչից էլ տեղյակ եմ մանրամասն։ Ընդ որում ես այստեղ ինչի էի ասում, մի հատ ԲՏԽ-ի ուշադրությունը էլի։ Պատկերացնում եք գործը մտնում է դատարան։ Առաջին ատյանում դատավորը հունիս ամսին վճիռ պիտի կա, հունիս ամսին վերջի դատը, որ պիտի արդեն գնա վճիռ կայացնելու։ Այդ ժամանակ եղան բոլորիս հայտնի դեպքերը, Սամվելը Կարապետյան որոշեց, որ չգիտեմ, եկեղեցիային ինչ-որ բերում, սուտ էլի, սուտ, Դուբայից եկել էր, ուզում էր Ռուսաստանում 5 ստանար։ Հա։ Մի խոսքով, այս դատավորը նստում սպասում կարող է մի բան լինում, որ ուրիշ է վճիռը կայացնի, հուլիսի սկիզբ պիտի արդեն վճիռ կայացնի, վերնում գնում է, չէ, մի քանի ամիս զգզգում է վճիռը, վերնում գնում է վերջում էլ մի հատ օդպուստ, որ իրավունքը չունի, եթե ինքը վճիռ կայացնելու փորում ենք իրավունք չունի այդպես գնալու։ Հետո վճիռը ուղարկում է սեպտեմբեր ամսին, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի վերջ, բայց հետին ամսաթվով հուլիս ամսվա մասին։ Սա ինչ է։ Այսօր լսումներ էի կանում ազգային ժողովում։ Դա սրա մասին ասեիք երկու բառ։ Ասեք, այ երբ որ քննադատում եք օրինակ դատաիրավական համակարգը, ես որոշակի տեղեր ուզում եի համաձայն լինել, բայց քանի որ դուք օբյեկտիվ չեք քննադատում, ես չեմ կարողանում ձեզ հետ համաձայն լինեմ, դուք քննադատում եք շահախնդրական տեսանկյունից, որտեղ շահախնդիր եք այդտեղ։ Ասենք դուք քննարկում եք, որովհետև Սամվել Կարապետյանն են դատում։ Բայց դուք չեք քննադատում, որովհետև Սամվել Կարապետյանը իր հեծով այս մարդու գործունեության մեջ արդեն 210 միլիոնի վնաս է տվել։ Դուք չեք քննադատում, ու չեք քննադատի, որ Սամվել Կարապետյանը Դուբայում նստած այստեղ տեսուչների վզին դրած էր, իհարկե նրանք էլ չգիտեին ընդհանուր առմամբ ինչ գումարի մասն է խոսքը, բայց պիտի օր ու գիշեր փախատանեին, որ 5 միլիոն փող հասցնեին Դուբայի։ Դոլարի մասին է խոսքը։ Նարեկ Կարապետյան, կարծեմ ես ամեն ինչից դու տեղյակ ես։ Տո հենց դու, որ աշխատողների վզին դրել էր, որ ոնց ուզում եք արեք, պիտի 35% բան ունենաք, շահած դուրս գաք։ Ոնց ուզում եք արեք, ասում եմ մարդը, 35% պլյուսով պիտի դուրս գանք։ Չգիտեմ ինչ էր պարտավորեցրած ձեզ ու ինչի համար եք այդ դառնում։ Չէ, գիտեմ, կարելի է դրա մասին էլ խոսալ, բայց քիչ-քիչ, էլի, քիչ-քիչ։ Ո՞նց պիտի արվեր։ Միլիարդ 200 միլիոնի ներդրում ենք մենք արել։ 1 միլիարդ 200 միլիոն դոլարի ներդրում։ Լուրջ ես խոսում։ Կարող է հանկարծ որոշենք գնանք 1 միլիարդ 200 միլիոն ներդրումների հետևից ու պարզվի, որ ոչ միայն 1 միլիարդ 200 միլիոն, չէ, թղթերով սա մաքուր է լինելու։ Թղթերով գրած է լինելու, որ գործ արած, բան արած, այսքան գումար ստացել, սա մաքուր է լինելու, վստահ եմ մաքուր է լինելու։ Բայց կարող է հանկարծ գնանք տեղում հողի վրա ստուգելու ու պարզվի, որ ոչ միայն 1 միլիարդ 200 միլիոն լվացել տարել եք, այլ հələ 1 միլիարդ 200 միլիոնի էլ պիտի անեք, պլյուս դրան նատել կոմպենսացնեք մարդկանց ու բանը պենսիոներ բաները, որ այս ժամանակի կորուստը եւ այլն եւ այլն։ 1 միլիարդ 200 միլիոն դոլարի գործ են կարել։ Կարող է հիմա թվարկած գործերն են դրա մեջ։ Կացոններով, մցոններով, որը հողի տակով պիտի անցնի գրեք հողի վերևով, որը վերևով պիտի անցնի գրեք տակով։
որը համայնքային բանը աշխատանքներով բայց առանց համայնքապետի տեղեկացման, խոսքով էլի, սա նա տանցնենք։ Ասենք օրինակ, ես հիմա հետի կառավարչին առաջարկ ունեմ, ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին առաջարկ ունեմ։ Պարոն Պետրոսյան, հիմա ասեմ, ես ով եմ, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացին եմ, որ կարա գնա ու ստուգի լյուբոյին, ով Հայաստանի Հանրապետությունից մի կոպեկ փող վերցնելով բան է անում։ Ոսկե դու ով ես, որ գնաս ստուգես։ Բա դու ով ես, որ այդ հարցը տաս։ Դու հավատում ես, որ դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես։ Ու երբ որ քեզ համարում ես ՀՀ քաղաքացի, ինչ իրավունքներ ու պարտականություններ ես պատկերացնում, կարանք իմանանք։ Ես կարամ գնամ ստուգեմ։ Բախի ոչ չեմ կա, խի մի անգամ եմ գնացել ստուգել։ Խի մի կոռուպցիոների հետևից եմ գնացել։ Ոնց դու իմ արած դրածից այդքան էլ տեղյակ ես, դու ով ես, բա դու ով ես։ Քո տեսակ նովա, արա։ Արա աղջի, ես շատ գիտեմ։ Արտնպ7M։ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կարա գնա ու ստուգի։ Կներեք ժողովուրդ ջան։ Այդ պոռնկացին մտել փորձում աստեղ իրան ցուցադրի, մամայիդ կբարևես, ինքը վրազ ինձ տեղը կբերի, որովհետև համը բերանն է մնացել։ Դա իմացի։ Կբարևես, ինքը կհասկանա ինչի մասին եւ ում մասին է խոսքը։ Ու եթե կան սենց սրիկաներ, ում հեչ պետք չի, որ պետության փողերից են գողանում ու փորձում են այդտեղ կայանան, այդ շատ վատ։ Այս ձեր նման բջի թուլեկի հույսով էլ կայանում են։ Կամ էլ կարող է ձեր տանը պրյամոյ լինիա բանա քաշացել էլ թքած եք ունեցել մնացածների վրա։ Այո, խորը անասուններն են սրանք։ Այս սրանց վրա են հույս դրած տերորիստները։ Ուրեմն ասեմ, ցանկացած մեկին ով հայոյան կա գրում ասեմ ձեզ։ Տեսեք։ Երբ որ ես կյանքում ի սկզբանե ոչ մեկի կյանքում հայոյած չկամ։ Երբ որ իմ հանդեպ եղել է նման բան, նոր ես հակադարձել եմ, ու հակադարձել եմ համաչափ, ու կարող է դաժե ինչ-որտեղ համեստ հարգելով ներկա գտնվողներին։ Բայց երբ որ մարդը հայհոյում է հենց սկզբից, ինքը իրան որոշում է հայհոյել, դրանով ինքը արդեն ինքը իրանով հայհոյում է իրան։ Դրա համար դա չի հարգվում բավարարը։ Ովքեր որ դուրս են իջել, հայատ են իջել, կյանք են ապրել, բան են արել, շատ լավ գիտեն, որ հայհոյել չի կարելի։ Դիմացին չեն քրվում, որովհետև քրֆելով դու դաշտ ես բացում պատասխան կփուրի։ Այսինքն դու ասում ես, օրինակ, երբ որ մեկին մեր ես քրվում, դու դաշտ ես բացում դրանով ինքնական ձևով, որ քո մորը քրֆեն։ Որովհետև դիմացինը ցանկացած բայկը, այ ուրիշ բան է, որ հակադարձում են, այդ կրպողին էլ չես կարող բան ասես։ Հիմա երբ որ ձեր նմաններին հակադարձում ենք, մենք ուրիշ մակարդակ ենք, բայց դուք ուրիշ։ Դուք ձեր ձեռով ձեր մամաների փաչեկը բացում, ասում եք համեցեք։ Սա բայց անցնենք, ես սրա համար չեմ եթերի մի անում։ Հիմա ասենք առաջ։ Հիմա այս մեր բջի թուլին ասեմ։ Մամա, եթե սոված մնայիք, չէր գնալու այդ գործարանում աշխատեր արա։ Պապատ, չէր գնալու աշխատեր ընդեղ։ Բայց չկա այդ գործարանը։ Հա, քթերը լցրած լրված են, համաձայն եմ Արմեն ջան։ Սրանք են դիվանային զորքերն են։ Այն որ դիվաններին նստած, արա բախի ես ինչ ես եկանում ապրել, բայց ով գնանի, մենք գնանք, այս սրանք են։ Դրա համար չեն ճոգում, թե ով ինչ իրավունք ունի։ Մինչև հիմա իրանց համար հարց է, թե ով ինչ իրավունք ունի։ Ես հանդիսանում եմ հոբ հասարակական կազմակերպության նախագահը, ու ես շատ իրավունքներ ունեմ, եթե դու չգիտես, գնա իրավունքի գիրքը բացի կարդա։ Ես էլ շատ բաներ չեմ իմացել, կարդալով իմացել եմ։ Աշխատել եմ ինձ վրա, իմացել եմ, բա դու ով ես։ Կամ որ ասում են, երասան ես գնա դերասան ցուցարել, որ դու արա դու ով ես։ Դու ով ես, դու ասողն ես, ով ինչ անի, դու ով ես։ Դիվանային զորքերն են, էլի նստած են իրանք։ Արա տվի Ղարաբաղը, արա, յանի իրանք Ղարաբաղը պաշտպանում էին, Նիկոլն եկավ զարքը ձեռքներից վերցեց, ասեց չկռվեք, իրանք էլ ստիպված չկռվեցին ախպեր։ Սենց այսինքն ով ինչ ուզում խոսում է։ Լավ սա թողնենք։ Ես այս բանը որ սենց ասեմ, բայց իհարկե չեմ կարծում թե կհասնի տեղ, այնուամենայնիվ կփորձեմ նաև այլ ձևերով հարցնել տեղ առաջարկը, որ ստեղծվի խումբ, որտեղ ներգրավված կլինեն, թե երբեմնի ներկայացուցիչներից հետի, որոշակի բաժնի պետեր, ովքեր մինչև հիմա չգիտես ինչի աշխատում են այդտեղ, ու ամեն դեպքում կառավարումը հանձնված է Ռոմանոս Պետրոսյանի, ինքը պիտի որ ավելի լավ իմանա, բայց այնուամենայնիվ այնտեղ դեռ շարունակում են լինել սրիկաներ։
եւ զեկուցել անել այլ բան, զեկուցել այլ բան։ Ուրեմն այդ ներկայացուցիչներից ներկայացուցիչ լինեն հասարակական կազմակերպություններից, ներկայացուցիչներ լինեն իրավապահ մարմիններից։ Միացին sense խումբա լինում, ընտրում ենք վերջին 1-2 տարիներին 100 օբյեկտ, իրանց ասելով տարեկան 3000 օբյեկտ է սպասարկում նոր 0-ից 100 օբյեկտ գնում ենք տեղում հողի վրա ստուգելով, մոնիտորինգ անել, ստուգելու։ Վերահսկողական, չգիտեմ, ալու ինչ ուզում եք դրեք։ Ու տեսեք քանի հոգի է դատվում ամեն մի հատ պատահական օբյեկտը ստուգելուց։ Ես սա ռեալ բան եմ ասում։ Փաստաթղթերով նայեք, սա նորմալ է լինելու։ Իհարկե, դուք եք գիտեք, ես բավականին ուշադրությամբ նայում եի Նիկոլ Փաշինյանի ներկայացրածը, բայց ամեն դեպքում սա հասարակական, որպեսզի գիտեք, նաև վստահություն ներշնչի, որովհետև իրանք չեն կարող խուսափեն ասել, չէ, այստեղ սարքում են գլխներից, իրանք ներկայացուցիչը կա։ Չեն կարող ասել։ Ու տեղում ամբողջը լուսաբանվի։ Ինչ են գրել, ինչ են լափել, ինչ են գրել, ինչ են սարքել, ինչ են գրել, ինչ են քանդել։ Այդ գալոչկեքով, հիմի օրինակ, եթե ազգայնացվի, այնտեղ կարող գումարներ պետք լինի վճարել, չէ՞ այդ մարդկանց։ Բայց այդ մարդիկ ասում են մենք 1 միլիարդ 200 միլիոնի ներդրում ենք արել։ Բայց իրանք չեն արել 1 միլիարդ 200 միլիոնի ներդրում։ Ընդ որում, մի հատ բացի հետ, դե այս թեման Ռոմանոս Պետրոսյանն էլ արտարծեց, բայց դրա մասին ես էլ թե ժամանակին խոսել եմ, հիմա էլ մանրամասնում ձեր համար ժողով ջան։ Պատկերացրեք, ես ունեմ պետության հանդեպ պարտավորություն, որ չգիտեմ, այս աղամանը պիտի սարքեմ տամի։ Իմ ես աղամանի համար ինձ պետք է լինում այս ապակից, այս պլաստմասից, այն ատամ նանիվից, միջի աղից, չէ՞։ Այն մի աղբորս, այն մի սանիկից։ Ասում եմ, ապա դու աղը կբերես, լավ, դες 100 դրամ, բայց ես քեզից 200-ով կառնեմ, ամեն փողա թող ֆրա։ Այն մյուսին ասում եմ դու ես կափարիչը կբերես, այն մյուսին այն է։ Այսինքն իրականում այն ծախսը, որը որ ես անում եմ, ու ինչի համար էլ կսուբսիդավորվեմ, թե չեմ սուբսիդավորվի։ Այդ ծախսերի մեջ ես մեկը այդ փողը ֆռսում եմ իմ աշգրպանից ձախ գրպան։ Սա ստվելն է։ Եվ սա շատ լավ հասկացել են։ Բայց դա ինչ մասշտաբների է հասնում։ Ժողովուրդ չեք պատկերացնի։ Ես ասում եմ, կարող է գնանք ստուգելու, բարձրի այդ 1 միլիարդ 200 միլիոն ներդրումը, ոչ թե 1 միլիարդ 200 միլիոն ներդրումը, այլ 2 միլիարդ 400 միլիոն գողոն։ Այլապես որևիցե մեկը չի կարող ինձ ասի, ոնց է լինում, որ մի հատ քամի է լինում, ամբողջ գյուղը լույս չկա։ Մենք ներդրում ենք արել, նայում եք թղթերով գալուչկիկով սա տեղն է։ Բայց որակի բանը դուք գնաք չինական առնեք, նարեկն է ասում, հոպարի բուրկին։ Այսքան կլինի, բա դուք հիմա եկել եք այդ գնով մեզ, ախպեր տենդերները խի բաց չեք արել։ Նարեկ, տենդերները։ Ինչի բաց չեք հայտարարել, ինչի է դա փակ եղել։ Ինչ են այդտեղ եղել արտոնյալ մարդիկ։ Դու այդ հարցին պատասխանի։ Դու մեզ մի ասա, որի որակն է լավ, որի նվատ։ Բոլորի որակներն են, եթե դուք բաց չեք արել ու որևիցե մեկը այլ բան չի բերել, դու չես կարող ասես, որ դա շուտ է խփում, մի տարուց կարա փճանա, մեր բերածը 3 տարուց է փճանում։ Ինչի վրա ես հաշվար կարել, որ դա ասում ես։ Այ հենց այստեղ այդ ամբողջ պատմությունը, այն ամեն ինչ որ դու պատմում ես, Նարեկ Կարապետյան, քո Facebook-յան էջով, դա հենց ձեր գործունեությունն է այդպեսին։ Դրա համար դու գիտես, դու այլ բան չգիտես, որովհետև այլ գործունեությամբ չեք զբաղվել պարզապես։ Հիմի արգելի կառավարություն հասարակ տարական հարց եմ տալիս։ Այս մարդը, ով հսկայական գումարներ, ասենք օրինակ 5 միլիոն դոլար դրել է այդ բիզնեսի մեջ։ Այդ 5 միլիոն դոլարը դնել բանկում, այսպես մի ապրելուց կլիներ, չէ՞, նո, եկամուտով։ Դրել է բիզնեսի մեջ, ու լրջագույն բիզնեսի մեջ Հայաստանի Հանրապետության պետական ռազմավարական բոլոր ծրագրերին համապատասխան։ Ու 3-րդ տարին չի կարողանում աշխատի։ Հիմա հենց հիմիկվա դրությամբ ինքը մի հատ ուրիշ երկրից առաջարկ ունի, որ գնա այդ բիզնեսը այնտեղ դնի։ Հիմի որ վեր կենա գնա, նախ մի հատ այդտեղ պիտակավորումներ կլինեն։ Մենք դեռ կշարունակենք ասել ժողովուրդ եկեք ստեղ ներդրումային ծրագրեր իրականացրեք։ Հետո երբ որ այնտեղ դնի հասնի լավ արդյունքների, մենք այստեղ ասենք, այ տեսեք մեր հայն է, եկեք հպարտանանք նրանով։ Ու ոչ մեկը չենք ասելու, մի րոպե։ Հələ միջև հպարտանալը։ Բայց նոր հիշեցինք, որ մեր հայն է։ Ոսր էլ ազգային ժողովը նայում է, անկեղծ եմ ասում, տպավորություն էր, որ որևիցե կայսրությունում հայկական պատվիրակների եմ լսում։ Որովհետև ազգային ժողովից խոսել հայկական ազգային դու ունենալով պետություն ու խոսես, մենակ խոսքերդ կառուցես դրա շուրջ, հայրենիք, հայկական, ազգային, այս ամեն ինչի շուրջ, դա նշանակում է, որ դու արդեն քո պետականությունը դրում ես հարցակային տակ։ Որովհետև քո պետությունը արդեն այդ ամեն ինչի հովանավորն է։
Կարա կայսրությունում, ասենք, չգիտեմ, օրինակ Ռուսաստանում մի հատ հայ падգամավոր Դումայում բարձրանով ասի հայկական ազգային հարցեր եւ այլն, ցած բաներ բարձրացրի, կհասկանա, չէ՞, ասում եմ կայսրությունում ոչ չունի մի քանի 100,000 հայ են ապրում, մարդը հայկականության խնդիրներն առաջ տանում։ Բայց մի պետության մեջ, որտեղ որ 90%-ից ավելին հայեր են ու դա հայերի պետությունն է, ու խոսել դրանից, դա արդեն ուրիշ բանի մասին է։ Բայց այդ էլ ուրիշ օր անդրադառնալու է։ Հիմի վեր կկերնանք ու այդքան բանը կասեք, չէ՞, իսկ եթե մի երկու լավ բան անի, այնտեղ աշխատելով Զավոդը ուրիշ երկրում աշխատացնելով հասնի բարձունքների, մի երկու լավ բաներ անի, հանգիստ կարա գա այստեղ հեղափոխության կոչերել անի։ Դու բոլորը կասեն ոնց էս մեր բարերարին, ես ինչ եք անում բա։ Այս մարդը ստեղ նստած, ասում ախպեր ջան, մնացել է կնոպկա սխում աշխատել, այդ անտեր 84 մետր կաբելը։ Քծել, այս 3 տարիներ ինչ քաթերիցս բերել եք, դրեք տեղը, ես գնամ աշխատելու։ Մենք դրել ենք, որ աշխատենք։ Մենք չենք դրել, որ ձեր դեմքին նայենք։ Ու այդ 2-3 տարվա այդ գումարները ով է էլի վճարելու, էլի մենք։ Էլի մենք դատարանով պարտվելու է, հաստատեց այդ թեմայով, պարտվելու է պալյուբոմով, ով է վճարելու մենք։ Ուսեն շարունակ, ու ինչքան sense բաներ կան։ Ահա այն բարեփոխումները, այն բիզնեսը, այն ձեռնարկները, այն հիանալի կառավարումը, որը բերել է Նարեկ Կարապետյանի հոպարը մեր գլխին։ Մի ուրիշ բան էլ ասեմ sense։ Այդ որ չգիտեմ, սա ասեմ թե չէ։ Արա այն կապալառուներին, ինչի եք տանում Մոսկվա փակում։ Տանում այնտեղ հյուրանոցներում փակում, ապրելու փողը, տեղը, բանը, ամեն ինչ ոցում մենակ թե Հայաստան չգա։ Վախենում եք, որ կարող դրեն պատմեն, ինչ կա չկա։ Այդ մարդիկ սկի ընտանիքներն են ուզում գոնե գային տնեն, ի՞նչ եք թողնում, արա։ Ախր ցանկացած մեկը, որտեղ ինչ որ բան ուզում է անի, մի բան միշտ հիշեք, Հայաստանը փոքր երկիր է։ Ու ինքը բրիլյանտ է, դրա համար էլ փոքր է։ Հայ ժողովուրդը սոցիալական այնպեսի ժողովուրդ է, որ մեկը մյուսի հետ կապ ունի։ Ոչ մի բան թաքուն երկար չես կարող պայես Հայաստանում։ Երբեք դա բացառվում է։ Թեմաներ կա, որոնց չենք ուզում խորքային անդրադառնալ, իսկապես չենք ուզում, որովհետև ինչ որ աչքի ընկնելու համար չէ, էլի այ տեսեք բան գիտեմ ասում եմ, չէ։ Սրանք նրա համար են, որ հնարավորինս ցավոտ չլինեն փոփոխությունները։ Եվ Նարեկ Կարապետյանը լավ կանի, խելքը գլուխ հավաքի այս իմաստով։ Եվ այն դատավորներ, որ որոշումները կայացնում, վճիռները կայացնում հետին ամսաթվով ու ինքը օդպուսկ է գնում, լավ կանի վերանայի իր գործունեությունը, քանի ուշ չի, գնա ու շտկի են ամեն ինչը, ինչ որ թույլ է տվել։ Դեռ կա հնարավորություն շտկելու իմիջայլոց։ Սրանք հայկականության վաճառականներն են, այո, անվտանգության վաճառականները, որովհետև պետությունը, տեսեք, էներգիան, այդ էլեկտրաէներգիան, այդ այն ոլորտն է, որ ազգային անվտանգային հարց է։ Եվ այո, ինչ որ մի պահի դա հանձնվել է մասնավորին, բայց հանձնվել է մասնավորին ոչ թե սեփականության բանով, այլ այդտեղ 1000 ու մի փոխադարձության տարբեր սկզբունքներ կան, որ պիտի ապահովեն։ Այս մարդիկ ոչ մի ձև չեն ապահովել։ Այսօր դուրս են եկել, բա բարեցես մենք քաղբանտարկյալ ենք։ Դες քաղբանտարկյալ չի լինում։ Դուք Հայաստանի ազգային անվտանգությանն եք խփել, մեր պետության անվտանգությանն եք հարվածել, մահակ եք եղել մեր պետության անվտանգության վրա։ Եվ միայն դուք չէ։ Ես հեսա 2 շաբթի կամ 3 շաբթի Չերեմուշկա եմ գնալու։ Մի հատ տատիկի պատմացի հետևից գազի հետ կապված։ Դե վիոլա ջրից ոչ կարելի է չխոսել։ Որտեղ եթե սկսենք այդ խոսակցությունները անսպառա լինելու։ Ինչն է պատճառը, որ դուք այսքան չեք սիրում մեր պետությունը ու ժողովրդին։ Ինչն է պատճառը։ Ինչն է պատճառը, որ այսքան ցանկություն չունեք նորմալ աշխատելու։ Չես հասկանում, որ սև շուկա կա, մեծ փողեր կան եւ այլն, բայց գոնե ասեք, փողը ավելի կարեւոր է, քան ձեր ասած պետությունն ու հայրենիքը։ Գոնե դա ասեք։ Մտել եմ Նարեկ Կարապետյանի էջում գրում եմ, ապեր, դա մեկով եթերի գնա, մեռանք ես կանչելու, ձրիել կանչում են, միլիոններ պետք չի տալ։ Մարդիկ են մտել, դու գիտես, բան, սկսում են երկար բարակ լոլոներ կարծեն, արա ախպեր, նույնիսկ ձեր շահերից չի բխում, որ օրինակ, ընդունենք, որ հա, հենց է քաղաքական հետապնդումը։ Ընդունենք, սխալ տեղն է Սամվել Կարապետյանին փակել ու Նարեկ Կարապետյանն էլ ինչ անում ճիշտ անում։ Ընդունենք դա։ Ընդունենք Ռոմանոս Պետրոսյանը բոլորից խափում է,
Ընդունենք Ռոմանոս Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը այդ զեկուցով բոլորիս խափում են։ Ախպեր, այս ամեն ինչի մասին չարժի գնալ հանրային հեռուստատեսությունը պատմել։ Հիմնավորել։ Հիմա ես որպես քաղաքացի ինչ պիտի մտածեմ։ Երբ որ չեք գնում, պիտի ասեմ չեմ, իրոք է, Նարեկը իր Facebook-յան էջով հակադարձել ու բացատրել է, թե ինչը ինչի համար էր այլ կերպ, հա, կայֆավատ եք լինում։ Ընդ որում այդ հնարավորությունը տրվում է։ Ես հիշեցնեմ, այսօր շատերն են անընդհատ հիշում, այ մտակ ռադիոտոնը քանդեցիք, բան դուռը ջարդեցիք, այս կոմենկոմ հատուկ պահպանվող տարածք։ Բայց ինչի մտան ջարդեցին։ Որովհետև ոչ մի կերպ եթե չէր տրամադրվում դեռ բավարար չի, ոչ մի հեռուստատեսության պես չէր լուսաբանվում ու այն ամեն ինչը ինչ կատարվում էր դրսում։ Ստիպված հանրային ռադիո մտան։ Այսօր բաց ազատ, լուսաբանվում է ամեն ինչ։ Հանրային հեռուստատեսությունն ինքն է ասում, Պետրոսը անձամբ իր էջում քանի անգամ տեսել եմ։ Գերում ասում նարեկ, երբ ես գալիս, ախպեր, տարին 1 միլիոն եսին որտեղ արենք ես տալիս, դրանք քո աուդիտորիան չեն։ Ստեղա քո աուդիտորիան, ընդ որում գնացել դեռ Հայաստանի դեմ ցուցմունք ես գրում։ Ստեղա քո աուդիտորիան, արի հարցերի պատասխանի։ Բայց եթե ճիշտ ես, քեզ վախենում գնաս։ Ձեր ասելով տարեկան 3000 օբյեկտ եք սպասարկում։ Տարեկան 3000։ Ես հիմա մի հատիկ պատմություն ձեզ ցույց տվեցի։ Մի հատիկ պատմություն, որին դեռ 2-3 տարի առաջվանից անդրադարձել եմ հենց այդ զավոդից Մասիսում գործով, նո որը պիտի գործեր։ Մեր բանակին անհրաժեշտ լավ բանը չի կարող մարդը սպասարկի, չէր կարող առաջարկի բանակին, որ բանակն էլ ուզի, բայց աշխարհի ուրիշ երկրների բանակից դրանք ուզողներ կան։ Սա խայտարակություն չի։ Սա ամոթ չի։ Սա անվտանգային խնդիր չի։ Դու միայն սա է անվտանգային խնդիր, ինչի։ Ասում են, Նարեկը Կարապետյան արտանում, ասում է, այդ որ քաղաքացիների տվյալները անհետացել էին, անձնական տվյալների մասին է խոսքը։ 24-ին վերականգնել եմ, թե ինչ ես բան ասում։ Նախ մի հատ էլ մի րոպե ապո։ Այդ ինչ եք արել, որ այդ մի քանի տարվա անձնական տվյալները անհետացել են։ Հետո որ վերականգնել եք, մտահոգություն տարել եք, ինչ որ հետևանքներ բան ոչի թողել ոչ մեկի վրա։ Մի հատ հարցումներ, բաներ։ Այդ ինչ եք արել, որ դա գիտեք ինչ, դա բան չէ, չգիտեմ, Facebook-ի չէ, delete անես ջնջս գնա։ Դրանք լինում են մի քանի տակ անվտանգային կոդերով, այսինքն մի գործողությամբ դա ջնջելը անհնար է, որ ասես դե մատս կպավ ջնջվեց։ Անհնար է դա։ Դա պետք է կոնկրետ մի քանի լուրջ գործողություններ անել, տիրապետել մի քանի գաղտնաբառերի, տիրապետել մի քանի անվտանգային համակարգերի բանին, գործելաձևին ու փորձել ամեն ինչ անել, որպեսզի գա ու էդի ջնջվի։ Ժողովուրդ ջան, սա հասկացեք։ Այս մարդիկ ասում են միամիտ ջնջվել է։ Չի կարա միամիտ տենց բանը ջնջվի։ Հետո ասում բանը վերականգնեցինք, բայց հետո չեն վերականգնել, բայց այնուամենայնիվ իրանց ուզածը իսկ է վերականգնածը օրինակ իմ մասին տվյալները, իմ հոսանքի սպառման եւ այլնի մասին տվյալները որ ջնջել ես, հետո որ վերականգնել ես։ Մի հատ բերել ինձ այդ սֆեր կարել ես, տենաս համապատասխանում է թե չէ, համընկնում է թե չէ։ Այդ տենց բանա ճորտոյի դուքյանն է, որ ով ոնց ուզի ջնջի վերականգնի բանանի, դրա լրջագույն տվյալներ են։ Ես եմ վաղը որոշում եմ անցյալ նախանցյալ տարվա եղած թեմաներով դատի տամ ինչ որ մեկին, ձեզ հենց մեկը։ Ոնց եմ տալու, եթե մի պահ ջնջվել, հետո ձեր ասելով վերականգնվել է։ Գետաս մամայի հետ տենց խոսած պորնո դետալ, давай սիտիր եղալ բջի լակոտ։ Համբերներին նա յարը գժվել են լորի վրա։ Դու լիսի, դու արի դեմս կայնի խոսել, լսեմ այդ ֆունցիկ։ Այ համբար, դարի մի ասա։ Հայաստանը կարում արտադրի մի հատ բան այդ զավոդով, որ աշխարհում մի հատ զավոդ է հələ կարում անի Չինաստանում, այն էլ ոչ այդ որակի։
Դա քեզ հետաքրքիր է, թե հոտը թուրք չես այդ բջիլակը։ Արա սրանց տղա փողոցիկները որ չեն մտնում մեյդանարա։ Բան ես գրում, որը սարել ստեք նայեք։ Գրառում եմ արել։ Մարդը մտել է, մի րոպե ցույց տա։ Գրել եմ Մարդ էլ վեճան պարտաճանած նստի ու իր անձնական վերաբերմունքը մի կողմ թողնելով դիտի օրվա ազգային ժողովի լսումներն ու միջից ընդհանուր առմամբ 5 րոպե արժեքավոր մի չկարողանա գտի, որ գոնե այդ ծախսած ժամանակը փորձի արդարացնել։ Արա, բան եմ գրել։ Մեկը մտել է, բա դու Նիկոլի համար որ արա, ուր դես դե տենում Նիկոլա։ Ուրիշ բան է, արա, չեք զգում որ դուք ավելի շատ եք Նիկոլի անունը տալիս, քան ես։ Սա մեկ։ Երկրորդ, ոնց ես ձեզ բացատրեմ, որ հասկանաք։ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած քաղաքացի, լյուբոյ քաղաքացի, դու, ես, Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը, լյուբոյ քաղաքացի, Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն, եթե չգիտես սահմանադրություն ինչը, Google արա, ունի իրավունքներ, կարծիք ունենալու մասին, քաղաքական պատկերացում ունենալու մասին եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն։ Լյուբոյ մեկը իրավունք չունի, լյուբոյ մի հատ ուրիշ քաղաքացու վիրավորել կամ դիտողություն անել նրա քաղաքական հայացքների համար չունի։ Դա է պատճառը, որ ես իմանալով ոչ միայն իմ իրավունքները, այդ դարբայովներ, նաև ձեր իրավունքները, հարգելով իմ երկրի մայր օրենքը, ձեզ երբեք ուղիղ տեղը հայոյանք չեմ տալի նրա համար, որ դուք Սերժ Քոչարյանին եք պաշտպանում։ Ոչ թե որովհետև չեմ կարող ասեմ, շատ բան կարամ ասեմ։ Բայց ինձ համար մայր օրենքը մեր պետականության ֆունդամենտներից մեկն է։ Եթե դու խոսում ես պետությունից, պետության հարատևությունից, դու չես կարող համարել սահմանադրությամբ սահմանված քո իրավունքներն ու պարտականությունները, որոնց թվում նաև արգակն է իմ իրավունքների ու պարտականությունների հանդեպ։ Այդ դուրրակներ, ո՞ր ոնց բացատրեմ ես ձեզ, արա։ Ձեզ որտեղ են բուծում։ Ուզեմ Արզակացյանին կսատարեմ, այն հրապարակային, որևիցե մեկը չի կարող ինձ ուպրիկա տանի, շատ կարեք մտեք քննարկման փուլ, կարեք հակադարձեք, կարեք քննադատեք եւ բայց դուք չեք կարող դրանով ինձ ուպրիկա տանել։ Կուզեմ մեր դրան շանը կսատարեմ, կասեմ ես ուզում եմ որ մեր հայատի շարիկը լինի մեր երկրի վարչապետը։ Որևիցե մեկը չեք կարող, տենց է օրենքը։ Բայց հիմա դու ով ես որ ինձ ասես ես ինչով զբաղվեմ, ինչով չէ, ում սատարեմ, ում չէ։ Չես կարող։ Սա մեկ ես երկրորդ բանն էլ հիմա ասեմ։ Շատերն են այսօր այս ամեն ինչը հենց այն դպրոցների պակասի պատճառով, որտեղ որ չես սովորել եք դուք արա։ Որոնք որ այո Սերժի Քոչարյանի Լևոնի թողած ժառանգությունն է։ Որտեղ որ դաս անելու տեղը կապսուլ էինք գցում փեջի մեջ, որ գպա տենային գալը որտեղ ցակեց։ Հասկանում եք արա։ Որովհետև ես դաս տվող չեղեմ, ես կաթող դաս սիրակող չի եղել դպրոցներում ու պետական մակարդակով։ Այլապես կհասկանեք տարական բաները կամ ուշադրություն կդարձնեք։ Այսօր օրինակի համար ես ինքս ոչ աղանդավոր եմ, ոչ մի բան ախպեր։ Բայց նայում եմ ազգային ժողովի լսումները եկել եմ այդ բան։ Արած եմ դրել են աղանդավորները։ Արա ախպեր բացում եք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, ցանկացած մեկը կարա քեզ դատի տա, ցանկացած աղանդավոր, կարա քեզ դատի տա, եթե դու իրա տենց ուպրիկատ ես անում, չնշում ես որ ինքը աղանդավոր է։ Տեղյակ եք թե չէ։ Էդ էլ հոց էլ հրայք Թովմասյանի Քոչա Սերժականների թողած սահմանադրությունն արա, որ լցոնումներով անցե։ Այդ սահմանադրությունն ենք ասում փոխեն։ Գոյություն ունի կրոնական ազատությունների մասին օրենք ախպեր։ Ունի։ Ով ումա կուզեմ ես այս բաժակին կհավատամ, ասում կարամ ասեմ ես բաժակի իմ աստվածն է։ Դեմը չոքեմ, բան ինչ որ ծիսակատարություններ անում։ Եթե կաք իմ ծիսակատարությունը խանգարելու, դուք քրեական պատասխանատվությանն եք ենթարկելու, պատկերացնում եք։ Ու չեք կարող ծաղրեք ինձ, որ ես այս բաժակին աստված եմ ընդունում։ Հասկանում եք։ Օրենքը այդպեսինն է։ Այո, օրենքը նաև առանձին վերջած ճանաչումը հայ առաքելական սուրբ եկեղեցի որպես առանձին հայ ժողովրդի ավանդույթ sense, բայց օրենքում կա ազատությունների կրոնական ազատությունների մասին բան, սահմանադրությունում։ Այսօր նստել են սա իր բան, այդ աղանդավորը, այն աղանդավորը։ Արասում ախպեր, այս մարդիկ եկի ազգային ժողովում օրենսդիր մարմնի տարածքում բան են խոսում, օրենք չիմանալով։ Օրենք չիմանալով, մարդկանց մոլորեցնելով։ Ու այն մյուս հասարակ քաղաքացիները, որ հետևում են այս ապուշների օրինակին, վաղը մյուսօր կանգնեն դատարանի առաջ, ասում են, բա ոնց է նրանք կարելի էր ինչ չէր կարելի։ Հա, ապեր, ասեմ խի, որովհետև նրա համար ոչ ոք չբողոքի, կողմը բողոքել է։ Հասկանում եք։ Հիմի դա լավ է, թե վատ է, դա հարցի մյուս կողմն է։ Բայց բանի մասին, կրոնական ազատությունների մասին օրենքը լրիվ ուրիշ բան է ասում, ու դա մեր սահմանադրությունն է։ Չեն կարող հասկանալ ինչ է նշանակում սահմանադրություն, ինչ է նշանակում օրենք ու իրավունք։ Բացատրում ես չի ուզում ուղեղը մտցնել, չես ուզում մտցնել դա էլի սեկտիվ կաշիկ է, դա ինչ ես կապել դիախներից։
Եթե իմ երկրի քաղաքացին կոպես որակական հատկանիշներ պիտի ունենա, դա նա պիտի ուժ է բարձրացնել։ Հա, ինչ ասես կարա լինի Գագ ջան։ Ինչ ասես ապեր։ Ում ուզես կարաս սատարես։ Ում ուզես կարաս դիտարկես որպես քեզ ղեկավար։ Գնաս կողքը կանգնես ակցիաներ անես։ Եթե հավատքերի մասին ազատության օրենքն է ասում։ Պարզապես մենք տեղյակ չենք ինչ է նշանակում ազատություն, ու այդ ազատության հետ ոնց կարելի է վարվել։ Եվ հետ սրանով մենք գնում ենք ինքնասպանության ամեն աստծոր, այս պիտուկների պատճառով, սենց ախմախ բաներ գրողների պատճառով։ 5-րդ տարին է, նույն բանն եմ ասում, նույն բանը։ Այդ առումով միշտ նույն բանն եմ ասել։ Ասել եմ կյանքում իզնից մեկը չեք լսել, եթե լսել եք, բերեք կողեք այս բիբիս մեջ, ճաշկուս արդեն ամոթ լինի ինձ։ Որ ես որևիցե մեկին որևիցե քաղաքական հայացք ունենալու համար վիրավորած լինեմ։ Չեք կարա գտնեք։ Որովհետև դա օրենքին հակասում է։ Արա դուք էս ինչ եք վազամնի տարել ձեզ։ Օրենքից բարձր եք ձեզ դարձում։ Հիմա էլ հա ախպեր ջանի, մի հատ էլ այս թեմայով բայց ես ուզում եմ մի քանի վաղ հետո խոսեմ։ Բայց ասենք ձեզ թվում է եթե ես սենց եմ արտահայտում ինչ որ ուխոդվում են ինչ որ բաներից։ Բայց սատարում եմ Փաշինյանին, հա, հարցեր կա։ Ինչ հարցեր կա։ Ինչ ա եղել։ Այն որ ձեր ուղեղը լցել են Ղարաբաղը հանձնեց, եկել եք ինձ ուպլիկատ եք արել, դուք եք հանձնել Ղարաբաղը։ Դուք։ Ո թուրքերի հետ բացը դու անուղեղ ուրեմն ինձ ասում է գնա դերասանությամբ զբաղվի, շատ են ասում։ Բանը քաղաքականության հետ ինչ գործ ունես։ Ու իրանք որպես կանոն քաղաքականությունից երկու բառ չգիտեն։ Ես ուզում եմ առհասարակ ես մի բան ասեմ, իմանաք, էլի։ Քաղաքականությամբ զբաղվելը քաղաքականությունը ինքնին պոլիտիկան, հա, պոլիտիկա ասված է, պոլիտիկ։ Սա հունական ցակումնաբանություն ունի։ Որով պետք է զբաղվեն բոլորը, որովհետև ցանկացած քաղաքացի քաղաքականության արդյունք է, որոշակի քաղաքականության արդյունք։ Ցանկ ամենայն մարդը, որ ասում է, ես вообще չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ, մեկը ինքը քաղաքականության մեջ կա, չի կարա չլինի։ Ասենք այն մեքենան, որ վարում է, դա պետության քաղաքական արդյունքներից մեկն է։ Այս հոսանքը, որ վառում է, զուգարանա գնում, ամեն ինչի մեջ քաղաքականությունը կա։ Դու կամ փորձում ես հնարավորինս կառավարես կամ լինես կառավարելի, սա արդեն քո գործն է։ Ընդ որում, այդ նույն պոլիտիկը, որ ցակումնաբանությունը հունական է, նույն Հունաստանում այն այսպեսի բնորոշում կա, որ այն մարդը, որ ոչ մի կերպ չի տեղավորում իրան քաղաքականության մեջ, ոչ մի կերպ, նա ապուշ է։ Այսպես իդիոտ բառը, օգտագործում կարծում եմ իդիոտը ապուշն է, չէ՞։ Ասում են ապուշն է, որ քաղաքականությամբ կարող ընդհանրապես չզբաղվի։ Ես չեմ ասում, չեմ կրկնում այդ բանը, չեմ ասում ոչ զբաղվում ապուշ է, բայց ես ուզում եմ հասկանալ, որ ցանկացած մեկը իր առօրյա գործողությունը քաղաքականության մասին է։ Եթե դու գնում ես աշխատանքի, դա արդեն քաղաքականություն է։ Կարող այլ քաղաքականություն լիներ, դու չգնայիր աշխատանքի։ Կարող մեկ այլ քաղաքականություն լիներ, դու երկու տեղ գնայիր աշխատանքի։ Կարող այլ քաղաքականություն լիներ, քեզ մոտ գային աշխատանքի։ Ցանկացած գործողություն մարդու կյանքում, եթե ինքը օվկիանոսի մեջ չի ապրում, ասենք միջազգային, չգիտեմ ինչ ջրերի խառնարաններում բան, ցանկացած իրավիճակում մարդը քաղաքականության մեջ է։ Հիմա ինչքան է դրա մեջ, ինչքան է փորձում իր համար կառավարելի դարձնել, դա օգտագործել իրեն նպատակահարմար ձևով, դա արդեն այդ մարդու գործն է։ Ու երբ որ այդ արտահայտությունը անում եք, թե բա քո ինչ գործն է քաղաքականությամբ զբաղվել, զգուշ եղեք ապուշի պիտակին չարժանանա։ Պետք չի։ Քաղաքականությամբ կարող զբաղվել ցանկացած մարդ։ Ամեն մեկը ոչ միայն կարող զբաղվում է ասեն, կամ դրա արդյունքն է։ Մեկը մի քիչ խորանում է, մեկը այդքան էլ չի խորանում։ Մի խոսքով վերադառնալով հեծին ու եզրափակելով թեման, ասեմ հետևյալը։ Այո, Հայաստանի Հանրապետության անվտանգությունը գոնե հեծի մակարդակով բարձրացրած են եղել աճուրդին։ Եվ դատարաններն էլ ընդհանուր միջև Սամվել Կարապետյանի ձերբակալումը ու դրանից մի քանի օր հետո դատավոր կոնկրետ սպասելուց է եղել քաղաքական որոշում կայացնելու համար եւ ոչ թե դատավճիռ։ Հետո հանցագործություն է արել։ Ինքը վճիռի օդի մեջ գնացել է արձակուրդ Հայաստանից դուրս ընդ որում, հետո վերադարձել է հետին ամսաթվով
լուրջ հետին ամսաթվով վճիռը ուղարկել մարդուն։ Եվ բիզնես ներդրումային ծրագրերը նույնպես անվտանգային բան ունեն իրենց մեջ, այս իմաստով փորձել է խաթարել բնականոն զարգացումը Հայաստանի Հանրապետության տնտեսության ոլորտում։ Այսպես։ Սրանք այսօր կանոնել գոռում են, ինչքան էլ գոռան, ինչքան բարձր գոռան, թե հետապնդում, չգիտեմ ինչեր ինչեր, միևնույնն է, իրենք հեծի վրա թքած են ունեցել, այսինքն թքած են ունեցել պետական անվտանգություն հանդիսացող, ռազմավարական անվտանգություն հանդիսացող օբյեկտի վրա։ Այսինքն կարա մի հատ գեներալ, օրինակ, դուրս գա ասի թքած ունեմ բանակի վրա, նույն կատեգորիան է։ Մի հատ բժիշկ դուրս գա ասի թքած ունեմ հիվանդների վրա, նույն կատեգորիան է։ Ցանկացած քաղաքապետ կարա դուրս գա ասի թքած ունեմ քաղաքի վրա։ Այդ նույն կատեգորիայի արտահայտությունն է։ Երբ որ ասում եմ մարդը, որ թքած ունեմ հեծի վրա։ Հիմա այն պոլու օլուխները կարան կամ հասկանան ինչի մասին է խոսքը, կամ էլ մտնեն իրենց ընտանեկան դաստիարակությունը ցուցադրեն այստեղ։ Դուք եղել եք կակ ու կմնաք որպես Հայաստանի Հանրապետության անվտանգության վաճառականներ։ Դատավորից մինչև հեծի կառավարիչներ եւ այսօրվա կառավարիչները Լոռամանոս Պետրոսյանն էլ եւս մեկ անգամ ասեմ, բաժնի պետերի մակարդակով շատ կեղտոտ գյադեք կան դեռ ու շատ մանրամասների մասին էլ տեղեկություն ունենք։ Եթե անհրաժեշտություն էլ կա, կարելի է խումբը ձևավորել եւ գնալ այդ թղթերով, գնալ հասցնելով ստուգել, հասկանալու համար, թե թղթից բացի գետնի վրա ինչքանով ինչը տեղում է, այդ միլիարդ 200 միլիոնը որտեղ է ներդրվել։ Չնայած կարծում եմ սրա մասին դուք էլ ունեք հստակ ինֆորմացիաներ, բայց մեր ունեցած ինֆորմացիաներն էլ ձեզ չեն խանգարի։ Լավ եք ժողովուրդ ջան, շնորհակալություն եթերը դիտելու համար։ Հարգանքներս կհանդիպենք, ես հնարավոր է վաղը եթե ունենամ ժամանակ, ամեն դեպքում գոնե ֆիքսած ունենալու համար այսօրվա հանրային լսումներից մի քանի հատ վիդեո սարքեմ, ու տենց դնենք համացանցում ռեակցիաներ, թող մնան։ Հետագայում ինչ որ մի օր ինչ որ բայի հաստատ պետք կգա։ Ամեն ինչ շատ լավ է լինելու, հեչ չմտածեք։